Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցամար 21, համեցեք բանալեր։ Հարգելի պարոն փոխվարշապետ, հարգելի գործընկերներ, անցած տարի մեզ հաջողվեց երկար քննարկումների արդյունքում ընդունել կիբեռանվտանգության մասին օրենքի փաթեթը, որը կարծում ենք շատ կարևոր ձեռքբերում էր մեր համընդհանուր աշխատանքների արդյունքում եւ կոլեկտիվ աշխատանքի արդյունքում անցած տարվա վերջում ազգային ժողովը հաստատեց կիբեռանվտանգության մասին օրենքը եւ այդ փաթեթը, որտեղ կարծում ենք, որ դա մեր ընդհանուր թվային անվտանգության եւ կիբեռանվտանգության ուղղությամբ կարևոր քայլերից մեկն էր։ Տվյալ օրենքն ընդունելուց հետո ենթահորիզոնական ակտեր ընդունելու անհրաժեշտություն կար օրենքից բխող եւ այսօր մենք ներկայացնում ենք կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին կառավարության որոշումը։ Տվյալ որոշումով մենք օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Դա հիմնականում ISO ստանդարտի 27001 ստանդարտն է եւ նաեւ այլ ստանդարտներ կան, որոնք որ պահանջում ենք, որ լինի։ Այդ տրամաբանությամբ նաեւ քանի որ կրիտիկական ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներ կարող են լինել ու կան այդպիսինները, նաեւ սահմանում ենք կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջների կոնկրետ որ ստանդարտներին պետք է համապատասխանեն եւ նաեւ տվյալ համակարգերը աուդիտ անցնելու դեպքում աուդիտորների նկատմամբ պահանջները կարծում ենք որ սա մեծ ներդրում կլինի մեր ընդհանուր կիբեռանվտանգության պաշտպանման վերաբերյալ գաղտնիք չեմ բացի որ մեր համընդհանուր կյանքի ընթացքում թվային գործիքների ավելի լայն տարածում են ունենում եւ դրանք կարող են ավելի շատ ռիսկեր նաեւ պարունակեն կարծում ենք որ սա շատ պահանջված գործողություն է այս պահին Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց կարծում ենք դա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու։ Մենք այս օրենքի քննարկում, այս ամեն ինչ որ հիմա ես ներկայացրեցի, անակնկալ չի լինի, որովհետև օրենքի քննարկումը 3 անգամ եղել է դրաֆտում, տարբեր անգամ մասնավորի հետ ու կոնկրետ կենսական նշանակության ոլորտի ընկերությունների հետ շահագործող տեղեկատվական համակարգերի հետ քննարկվել է։ Կարծում ենք, որ սրանով մենք ֆիքսում ենք այն մինիմալ ստանդարտը, սա չի սահմանափակում, եթե կոնկրետ տնտեսվարողը կուզենա ավելի խիստ գտնվի իր տեղեկատվական համակարգի շահագործման նկատմամբ, կարծում եմ, որ հետագայում մենք լավարկման տեղեր կունենանք, բայց սա առաջի անգամ մենք համընդհանուր մի ստանդարտ ենք դնում բոլորի համար, որ գոնե այսքանին բոլորը պետք է բավարարեն։ Այս պայն էլ բնականաբար նման համակարգի շահագործողները օգտագործում են ու կիրառում են որոշակի լուծումներ ու որոշակի ստանդարտներին, բայց այս ոլորտում, երբ որ ֆրագմենտացված ու բոլորը մի ձև չեն աշխատում, ստեղծում են հնարավորություններ տարբեր մասնագիտական տերմինով ներթափանցումների եւ հետաբար պետք է այդ ամեն ինչը փակ լինի, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ ապահովել համակարգերի շահագործումը։ Այս ամեն ինչը նաեւ տարածվելու է բնականաբար պետական համակարգի վրա մենք ունենք որոշ կառույցներ, որոնք որ արդեն ուղղությունները սկսել են այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Մենք անցումային դրույթ ենք դրել 24 ամիս եւ այս ստանդարտների սերտիֆիկացիաները պետք է նոր ստեղծված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին ներկայացնեն մինչեւ 28 թվականի հունվարի 4-ը, հենց 24 ամիս այդպես է լրանում։ Հետեւաբար կարծում ենք, որ սա կարևոր ազդակ է նաեւ մասնավորին եւ բնականաբար մեր գործընկերները պետական համակարգում գիտեն, որպեսզի սկսեն այս ուղղությամբ աշխատանքները արդեն տանել։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Մանթեշյան, բայց մենք վստահ ենք, որ ունենք, չէ՞, բիզնեսներ, որոնք արդեն այս ստանդարտներով են ապրում, որովհետև այսօրվա իրականության մեջ կիբեռանվտանգության մեխանիզմներ չունենալը ոչ թե մեղմ ասած արժեզրկում է նախ եւ առաջ հենց բիզնեսը եւ խոցելի եւ վտանգավոր է դարձնում, այսինքն եթե նույնիսկ սա ենթադրում է որոշակի ծախսեր թե պետության թե մասնավորի համար, բայց դրանք ծախսեր չեն, դրանք ներդրումներ են, որոնք ավելացնում են նույն այդ բիզնեսների արժեքը էականորեն, որովհետեւ այսօր դժվար են պատկերացնում քաղաքակիրթ ներդրող, որը ներդրում անելիս նախ եւ առաջ կիբեռանվտանգության մեխանիզմը բիզնեսի ուշադրության կենտրոնում չի պահում
Եվ նաև դժվար եմ պատկերացնել, որ կարելի է էական ներդրում անել մի կառույցում, որտեղ կիբերանվտանգության մեխանիզմ չի աշխատում, որովհետև դա եւ բիզնեսը դարձնում է խոցելի, շատ խոցելի, եւ նաև ապագայում ինչքան ուշ դարվի, այդքան ավելի բարդ է լինելու։ Ճիշտ եմ, չէ՞, Միանշանակ սա հենց տնտեսվարողների համար է ռիսկ նաև, ու մենք միասին ձեռքի տված հենց փորձում ենք այդ խնդիրը լուծենք։ Սա հենց շատ ճիշտ ձևակերպում է միանշանակ համաձայնենք, հենց տրամաբանություն դրա մեջ է, որ սա մենք դիտարկում ենք որպես ներդրում համընդհանուր անվտանգության, արդեն վաղուց մեր թվային այս սահմանները միայն մի կառույցն չի, այլ բոլորինն է, ու դե կարևոր է միասին այդ աշխատանքը անել, նույն տրամաբանությամբ, որ հնարավոր սողացման տեղեր չթողեն մյուս համակարգերի անցնելու վերաբերյալ, ու մենք էլ մեծ աշխատանք ունենք դեռս ամեն ինչը կյանքի կոչելու համար, ներդրաբար նոր այսօրվա աշխարհում առանց մասնավոր եւ հանրային ոլորտի միասին աշխատանքի արդյունքում բացակայությամբ հնարավոր չի լինի արդյունքին հասնել։ Եթե կուզեք կարող եմ թվարկել նաեւ ոլորտները, որ նաեւ հստակ լինի թե այդ որ կենսական նշանակության ոլորտների մասին ենք ասում, բայց օրենք հաշված է։ Ճիշտ կլինի որ թվարկեք հանրությունը ավելի լավ պատկերացնի եւ նաեւ երևի անդրադառնանք այն հարցին, որ եթե պետությունը կիբերանվտանգության միջոցառումներով պաշտպանվի, մասնավորը չպաշտպանվի, պետության պաշտպանությունը դառնում է թերի։ Այո։ Եվ նաև պետության չպաշտպանված լինելը կիբերանվտանգության տեսանկյունից նշանակում է պետության խիստ խոցելիություն եւ հիբրիդային պատերազմների դրսեւորումները գոնե մենք մեր վրա զգացել ենք։ Այո։ Եվ ինչքան գնա, այդքան այդ խնդրը խորանալու է, եթե մենք կանխարգելման միջոցառումներ չանենք, բայց քանի որ ինքը ամբողջական երևույթ է, հնարավոր չի որպեսզի խոշոր բիզնեսները պաշտպանություն չունենան, մեր հետ թվային տիրույթում ունենան հարաբերություններ, մենք ունենանք, նշանակում է մեր ունեցածը այլևս խոցելի է գործընկերոջ չունենալու կապակցությամբ։ Ճիշտ եմ, չէ՞։ Միանշանակ ու հենց հիբրիդային այս գործելավոճի տրամաբանության մեջ սա ավելի առերևույթ երևում է, իսկ այնտեղ որտեղ որ շատ քանի որ ինքը ոչ շոշափելի ինդուստրիա է որոշ դեպքերում, վնասը միանգամից չի նկատվում, բայց տարբեր գնահատականներով կարող է 2 եւ 5% նայի վնաս հասցնի, եթե կոնկրետ շատ թիրախային տեղերում նույնիսկ հարվածներ տեղի ունենան, հետեւաբար այս աշխատանքը կարծում եմ շատ կարևոր է, որպեսզի օր առաջ տեղի ունենա։ Որ ոլորտների համար ենք սարքում իմպերատիվ է ստանդարտի լինելիությունը։ Թվարկեմ, պարոն Գրիգորյան, էներգետիկ ոլորտն է, արտադրության ոլորտը, քիմիական սննդամթերքի, զենքի զինամթերքի, բժշկական էլեկտրական համակարգչային էլեկտրոնային եւ օպտիկական սարքերի արտադրության, տրանսպորտային ոլորտը, ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման ոլորտը, կապի այդ թվում հեռահաղորդակցության ոլորտը, փոստի ոլորտը, ֆինանսական ծառայությունների ոլորտը, առողջապահության ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաների այդ թվում թվային ենթակառուցվածքների շահագործման ոլորտը, ռադիոակտիվ ընդերքաօգտագործման շահագործող ընկերությունների եւ իրանցով զբաղվող կառավարման զբաղվող ընկերությունների ոլորտը, տիեզերական գործունեությունը, տվյալների շտեմարանների կառավարողները, արտակարգ իրավիճակում անվտանգային ապահովման ոլորտը եւ պետական կառավարման ոլորտը, այդ թվում պետական մարմինների կողմից շահագործվող թվային ենթակառուցվածքները ամբողջությամբ։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Երիցյան, ինչ կավելացնեք։ Ինձ օրինակ հետաքրքրում է կամ մի հատ sense մի իրավիճակ, հիմա եթե սա ՓՄԶ-ների վրա չի տարածվում, բայց այնուամենայնիվ ՓՄԶ-ները միացած են Պեկին։ Հիմա այդ շլյուզի մեջ մենք խզում չենք ունենում։ Պարոն Հակոբյան, ներողություն եմ խնդրում, մի հատ պարոն Երիցյանն էլ թող ասի, հետո դուք էլ կա։ Շնորհակալություն, նախ ասեմ, որ օրենքով ՓՄԶ-ներն էլ եւ եթե կամավոր միանան, կարողանում են միանալ եւ դառնալ էկոհամակարգի մաս, նաեւ վերահսկողություն կարգավորում որպես, այսպես ասած, աջակցություն նաեւ իրենց կտրամադրվի աուդիտորական բանով։ Այդուհանդերձ խոշոր համակարգերը եթե պաշտպան, ռիսկերի վրա հիմնված համակարգ է լինելու եւ եթե կենսական նշանակություն եւ կրիտիկական այնպիսի ենթակառուցված կա, որ կարա մեծ ազդեցություն ունենա, այդտեղ փոքր մեծ կարևոր չի, դա կառավարության ցանկով բերելու ենք հաստատվելու է եւ եթե ցանկում հայտնվեց այդ կրիտիկական ենթակառուցվածքը, ինքը պետքա պաշտպանություն ունենա, մասնավոր պետական։ Սա ամենակարևոր հարցն է, հանձնաժողովին տրված հնարավորություն
կրիտիկական Ձեր հանձնաժողովի այո, մասը։ այդ կարգավորման հանձնաժողովին տրված է լիազորություն, որ եթե մենք տեսնում ենք հրատապա եւ պետքա իրանց անգլերեն designate են ասում, նշանակենք որպես կրիտիկական ենթակառուցվածք, հանձնաժողովը իր որոշմամբ կնշանակի 6 ամսվա ընթացքում պիտի գան կառավարություն հիմնավորենք արդյոք իրանք մնում են ցանկում թե ոչ։ Աշխարհում ամբողջությամբ հանձնաժողովի վրա է այդ որոշումները, բայց այդ բալանս ենք դրել, որ մեր որոշումները բերենք հիմնավորենք կառավարությունում, թե ինչ ենք այդ որոշումը կայացրել եւ իրենց նշանակել որպես կրիտիկական ենթակառուցվածք։ Այսինքն ամբողջությամբ պետքա վտանգների եւ բաների եւ հարցակումների այդ տեսանելիություն լինի մեր երկրում, կապ չունի փոքր է, մեծ է եւ անհատները են, եւ այդ տեսանելիությունից ելնելով մենք պետքա անդադ ցանկ ունենանք զարգացող այս ոլորտներում, որոնք պիտի ապահովեն կիբեր անվտանգության բոլոր պահանջները եւ հիգիենան։ Եվ նաև ուզում եմ երկու բաներ շեշտադրել, այդ թվում պետական համակարգերի պաշտպանությունը, որտեղ հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր պետական մարմինների կիբեր օպերացիոն կենտրոնը, այսինքն մշտադիտարկումը, մոնիտորինգ եւ ռիսկերի արձագանքումը, այդտեղ էլ մենք մտածում ենք, որ ներքին ռեսուրսները չի լինելու միայն, այլ մենք պետք է մասնավորի հետ համագործակցությամբ ապահովենք նաեւ պետության բանը, որը մեծ բիզնես հնարավորություն է մասնավոր հատվածին։ Ձեր հարցի պատասխանը արդեն բավականին լուրջ ընկերություններ սկսում են դիրքավորվել, ներդրումներ են անում, պատրաստում են այս օրենքի կիրարկմանը, այդ թվում աուդիտորական ընկերությունները, եւ մի բան եմ ուզում շեշտադրել, որովհետեւ երբ որ օրենք ներկայացնում էինք, այդ թվում նաեւ նույնականացման Պարոն Խաչատյանը, փոխվարչապետ պարոն Խաչատյանն էլ հարցադրում բարձրացրեց, ելի եմ ուզում շեշտադրեմ, որ հավատարմագրումը այս ոլորտում հենվելու ենք աշխարհի լավագույն հավատարմագրման կենտրոնների կողմից հավատագրված սերտիֆիկացման մարմինների վրա։ Եվ այն երկրները, որոնք մենք չենք ճանաչի, կառավարության մակարդակով այդ երկրների սերտիֆիկացված նույնիսկ ամենաբարձր անուն ունեցող սերտիֆիկացման ընկերությունները չեն կարող այս աուդիտորական գործունեությունը իրականացնել, որը այսօր համատարած է մեզ մոտ, եւ դա մենք կարծում ենք կիբեր անվտանգային լուրջ խնդիր է, որովհետեւ թղթեր են ստեղծում տարբեր նպատակով, բայց բուն կիբեր անվտանգություն արդյոք օպերացիոնալ մակարդակով եւ որոշումների մակարդակով ապահովված է թե չէ, մենք պետք է երաշխավորված լինենք։ Հակառակ դեպքում կիբեր անվտանգության ամենակարևոր պոստուլատը հետևյալն է. ամենավտանգավոր կետը ամենաթույլ կետն է։ Եվ երբեմն կարող եք չնկատել այդ ամենայն թույլ կետը եւ դա չլինի, որ ամենակարևոր ենթակառուցվածքը լինի եւ այդտեղից վտանգը սկսի եւ ինքը այսպես ցեցի վարկածով տարածվի ամբողջությամբ, դրա համար այստեղ ամեն մանրուքը կարևոր է եւ այդ աուդիտորական ինստիտուտի կայացումը մեր երկրում, որ կարողանա որակապահովի, որ եւ նաեւ հանձնաժողովում կարողություններ, որ այդ աուդիտորական հաշվետվությունները կարողանան կարդալ եւ գործողությունների վերածեն մշտադիտարկման, սա ամենակարևոր մարտահրավերն է, որի վրա ռեսուրսներ ենք դնում այս պայմանությամբ եւ կարգավորում ենք։ Հանձնաժողովը ձևավորվել է, չէ՞։ Հանձնաժողովը ձևավորվել է, հիմա անցումն ենք պլանավորում, որ գործակալությունը եւ եկենք միասնաբար փոխակերպվի այդ հանձնաժողովին, ավելորդ գործառույթները դուրս կգա, հիմնական գործառույթները կինտեգրվեն եւ նաեւ անձնակազմը կհասկանանք ոնց են փոխարկվում։